Իսկ ինչ է այդ դեպքում վազքում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա։ Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի Երևան, Սևանին ինչ-որ այլ բան ասի։ Գիտեք ինչի ենք վատ զգում, որովհետև առաջին հերթին դուք պետք է վատ զգաք, որովհետև առաջին հերթին դուք պետք է աղմուկ բարձրացնեք, որովհետև եթե ձեր հազարամյա մայրաքաղաքի անունը աղավաղում են, ուրեմն դա ձեր թուլությունն է։ Ես լուրջ ես ասում։ Հա, լուրջ եմ ասում։ Գրեթե 2000 տարի հրեաները զրկված են եղել իրենց պատմական հայրենիքից։ Նրանց ոչնչացնում էին, ստիպում էին գաղթել, բայց նրանք երբեք չէին հրաժարվում երազել պատմական հայրենիքի մասին։ Հրեական ավանդույթը դարերով պահպանել է Սիոն եւ Երուսաղեմ վերադառնալու գաղափարը։ Հենց այդ պատմական հիշողության արդյունքում է ծնվել սիոնիզմի գաղափարը, Իսրայելի հողի վրա հրեական ազգային տուն ստեղծելու շարժումը։ Այստեղից հետևություն։ Ազգը ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ չի հրաժարվել պատմական հիշողությունից ու նպատակից։ Իսկ եթե հանկարծ հարցնեք որն է մեր եւ հրեաների միջև տարբերությունը, ապա այդ մասին կբացատրեմ հաջորդ դասին։